ինչ է եղել, որը ստիպել է, որ ծագի նման հարցադրում, այսինքն ինչով է խառնվելը դրսևորվել։ Օրինակ, եթե դուք ասեք խառնվելը դրսևորվել է կամ կարող է դրսևորվել խնդիրների մասին բարձրաձայնելով, շատ լավ կարող ենք դա քննարկել, բայց առնվազն իմ դիտարկմամբ առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսելը ինքնուրույնությանը, եթե գտնում ենք, որ այդպիսին առկա է պայմանավորված եկեղեցու ձեր կողմից նշած սահմանադրական կարգավիճակով, Չէ, ներողություն, երբ վարչապետը ասում է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր վճռորոշ դերակատարություն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում եւ մենք ունենք սահմանադրությունում ամրագրված, որ ինքնակառավարվող մարմին է եկեղեցին եւ պետությունը Հայաստանի Հանրապետություն եւ հայ առաքելական եկեղեցու մասին օրենքով դա ամրագրված է։ Սա արդյոք չի նշանակում, որ փորձ է արվում միջամտել։ Մի բան ֆիքսենք։ Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը կարգավորում է որոշակիորեն այդ հարաբերությունները։ Իրականում այդ կարգավորումները որպես կանոն այսօրյա այժմեական իրականության համատեքստում միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն, եկեղեցականների կարգավիճակի հետ կապված նրանց որոշակի արտոնություններ տալուն եւ այլն։ Այսինքն մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն այդքանով եկեղեցու եւ եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Եվ մենք չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք եւ այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է ըստ էության սահմանադրության շրջանակներում, դա եւս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք նաեւ այսօր բարձրացան։